Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ։ Սա մի հարց է, որը վերջերս օրակարգ է դարձել ներքին Հայաստանում եւ կա մի հատ շատ պարզ մարդկային իրականություն։ Երբ որ քննադատողները իրեն գնան այդ մարզեր, այդ գյուղեր, տեսնեն մարդկանց վիճակը, մարդկանց բողոքները, մարդկանց խնդիրները, ապա շատ ավելին մեկ օր ապրեն այդ մարդկանց խնդիրներով, ինձ թվում է իրենք կհամոզվեն, որ եթե դու կարողանում ես օգնել մարդկանց կյանքը բարելավելուն, ապա դու պարտավոր ես դա անել։ Իսկ եթե չես անում, դա կոչվում է մեկ այլ բան։ Մենք ուժեղ Հայաստան կուսակցությունը մի շարք խոստումներ է տվել նախընտրական շրջանում եւ կոտրելով բոլոր քաղաքական կարծրատիպերը, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ հետո վերսկսել է իր մարզային այցելությունները եւ հատկապես այն մարզերում, որտեղ որ մենք գրանցել ենք հաջողություններ, այդ մարդկանց մենք ուզում ենք մի լավ բան անենք, ամենտեղ որտեղ որ գնում ենք, հարցնում ենք ժողովուրդ, ինչն է ձեզ ամենաշատը հուզում, ինչն է ամենաշատը անհանգստացնում, այն խնդիրները, որոնք որ մենք կարող ենք լուծում տալ։ Եվ օրինակ Ստեփանավանի համար, Ստեփանավանի եւ հարակից բնակավայրերի համար տրամադրվել է գյուղտեխնիկա։ Ստեփանավանից դեպի այլ բնակավայրեր տրամադրվել է մշտապես գործող անվճար տրանսպորտ։ Ես համոզված եմ, որ մենք որպես ընդդիմություն անգամ ունենալով բավական սահմանափակ լծակներ եւ հնարավորություններ, հատկապես գործող իշխանությունների պայմաններում, կարողանալու ենք անել շատ ավելին։ Եվ դա մեր ռազմավարությունն է, որ մեր ժողովրդի կյանքը մեր ուժերի սահմաններում պետք է բարելավենք։ Այո, կհարցնեք, մենք խոսում էինք անվտանգային բազմաթիվ հարցերից, մենք խոսում էինք Նիկոլին ու խոսում ենք Նիկոլին իշխանությունից հեռացնելու հարցերից։ Այս հարցերը ոչ մեկ չի չեղարկել, սիրելի ժողովուրդ, բայց պետք է հասկանանք այսօրվա դրությամբ, ինչ կարող ենք անել, ինչ լծակներ ունենք եւ անել այդ ամենը, մինչեւ որ քայլ առ քայլ, փոքր քայլերով, բայց հաստատակամ հասնենք մեր նպատակներին։ Այնպես որ սա դեռևս սկիզբն է, մենք փոփոխություններ բերել ենք եւ բերելու ենք։